Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը AMA Հայաստան հասարակական կազմակերպության զարգացման ղեկավար Նելի Ղուլյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, ձեր գրառումներից մեկը, որպես 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձած հայ, ինձ համար մեծ պատիվ է ծառայել պետությանը, որը եւ անելու եմ հետ այսուդա, ձեր գրառումներից մեկն է եղել, երբ մեկ աշխատանքից տեղափոխվել եք մեկ այլ աշխատանքի։ Հեշտ է որոշում կայացնել այլ երկրից վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ ինչու հենց 2018-ին։ Այս հարցը շատ է, նախ շնորհակալություն հրավերի համար, այս հարցը հաճախ քննարկում են, թե հեշտ է վերադառնալ, թե հեշտ է գնալ։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ վստահաբար ավելի հեշտ է վերադառնալ, քան գնալ երկրից, քո հայրենիքից։ Ինչու 2018-ից հետո, որովհետեւ երկիրը լքել էինք ընտանիքով, երբ ես 15 տարեկան էի, շատ բարձ պատճառով, որովհետև ավելի դժվար էր ազատ գործունեություն ծավալել, բիզնես գործունեություն եւ այլն, եւ այդպես ծնողներիս որոշմամբ, այսպես ասած, երեխաների ավելի բարեկեցիկ ապագայի համար տեղափոխվել էինք։ Իսկ 2018-ից հետո պարբերաբար փորձում էի հասկանալ, արդյոք իրավիճակը փոխվել է Հայաստանում, արդյոք կա այնպիսի տնտեսական միջավայր, որտեղ ես կարողանամ արդեն ինքս գործունեություն ծավալել, ընդհանուր առմամբ ինչ է փոխվել երկրում եւ փառք Աստծո, այնպես ստացվեց, որ այդ ամեն ինչը տեսանելի էր եւ 2020-ին արդեն վերջնական տեղափոխվեցի հայրենիք։ Տեսեք, դուք ասում եք վերադառնալը շատ ավելի հեշտ է, բայց շատերը միշտ ասում են, չէ՞, որ կա այսպիսի մի բան, թողնել պրոբլեմները, թողնել հեռանալը ավելի հեշտ միջոց է պրոբլեմներից ձերբազատվելու համար։ Գուցե այդ պահին այո, հեշտ միջոց է, հատկապես եթե խոսում ենք մեր ընտանիքի պարագայում հետհեղափոխական եւ մինչ այդ Հայաստանից լքելու մասին, այդ ժամանակ կարծում ծնողներս կասեն հեշտ էր իրենց թե դժվար, բայց պրոբլեմներից գնալը այն պրոբլեմներից, որ հեռանում ես, այո, ազատվում ես այդ պրոբլեմներից, բայց կփաստեն, կարծում եմ շատ Հայաստանից հեռացած մեր հայրենակիցները, որ ստեղծում են լրիվ այլ պրոբլեմներ, երբ դու օտար երկրում ես, սկսած ինտեգրման խնդիրներից, մինչ հայրենիքի կարոտ, որը ստեղծում է լրիվ այլ պրոբլեմների շղթա եւ դա էլ արդեն ստացվում է, որ մեկ պրոբլեմներից գնացիր եւ հայտնվեցիր այլ պրոբլեմների շրջանում։ Ու շատերը ասում են, չէ, որ այսպես իրենց շրջապատն են ստեղծում, էլի Հայաստանից հեռացած մի խումբ եւ ասում են, մենք այստեղ ստեղծել ենք մեր փոքրիկ Հայաստանը կամ մեր փոքրիկ Երևանը, այսինքն կարոտը այդպես են փորձում առնել։ Այո, եւ դա էլ հաճախ խոսում ենք, մենք օրինակ ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստանի Դաշնություն, որից հետո ես տեղափոխվել էի ԱՄՆ եւ կարող եմ այսպես համեմատականներ անցկացնել տարբեր սփյուռքյան գաղթօջախների միջև, վստահաբար բոլորին միավորում է Հայաստանի հանդեպ կարոտը եւ ինչ որ առումով նաեւ այդ թվացial պրոբլեմներից հեռու լինելու եւ հայրենիքը կարոտելու, դրա շուրջ միավորվելու, բայց հաճախ գործնական քայլերի դա չի վերածվում, որովհետև դա ըստիս ինչ-որ չափով սփոփանք է, ինքնամխիթարանք է այն հանգամանքի, որ լքել ես հայրենիքդ եւ փորձում ես արդեն միավորվել հայրենիքի շուրջ, ստեղծել քո միջավայրը եւ քննարկել այն պրոբլեմները, որոնք այդ պահին քեզնից հեռու են թվում։ Վերջերս AMA-ը մասնակցել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնի կազմակերպած հայրենադարձության արդի հիմնահարցեր թեմայով քննարկմանը։ Եվ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը, տեսեք, դուք որոշում կայացրել եք վերադարձել եք Հայաստան, բայց այդուամենայնիվ վստահ եմ, որ հայրենադարձության առումով խնդիրներ կան եւ որոնք են այդ խնդիրները մասնավորապես, երբ մասնակցում եք այսպիսի քննարկումների, ինչ խնդիրներ են ջրի երես դուրս գալիս։ Տեսեք, սովորաբար խնդիրները շատ տարբեր են եւ այստեղ կարող եմ ասել, որ ամեն համայնք, Սփյուռքի գաղթօջախի ամեն համայնք ունի իր առանձնահատկությունները եւ իր, այսպես ասած, պատճառները չհայրենադարձվելու։ Բայց կրկին, եթե թույլ տաք իմ անձնական կարծիքը այս թեմայի շուրջ կասեմ, որ թե իմ որոշումը Հայաստան վերադառնալու, թե նաեւ տեսնելու այն ընտանիքների օրինակները, որոնք վերադարձել են Հայաստան, հա պայմանական օրինակ Ավստրալիայից իրական օրինակ եմ ասում, մի ընտանիք, որ անգամ Հայաստանում չի ծնվել, որոշել են եւ ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Հայաստան, այսինքն իրենք թվացial կարող էին ունենալ լեզվի խնդիր, ադապտացիայի խնդիր, կյանքի այլ որակի, այլ միջավայրի սովոր լինելու խնդիր, բայց եւ ցանկության հետ մեկտեղ նրանք տեղափոխվել են եւ ամեն
տեսանկյունից գտել են իրենց թե երեխաների կրթության, թե իրենց գործունեության ծավալելու։ Եվ այստեղ գալիս ենք տարբեր համայնքների հետ զրուցելու արդյունքում, կարծում եմ մի եզրակացության, որ հիմնականում դա ուղղակի ցանկության խնդիր է, որովհետև չեմ կարող չփաստել այն, որ ներկայիս Հայաստանում եւ ի դեպ օրերս մի քանի օր առաջ հրապարակվել էր հենց աշխատատեղերի քանակը այս տարի, որը ռեկորդային թիվ է կազմել, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա համեմատ աճ է եղել է մոտ 4.8%, իսկ 2018-ից ի վեր 38% աճ է գրանցվել։ Սա կարծում եմ յուրաքանչյուր հայ, որը վերադառնում է Հայաստան, գլխավոր խնդիրն է, որ ունենա աշխատանք, աշխատատեղ, իսկ այդ առումով թերևս ցուցանիշները եւս փաստում են, որ կան բոլոր հնարավորությունները այստեղ ապրելու, աշխատելու։ Տեսեք, դուք ասում եք գլխավոր խնդիրը ցանկությունն է, բայց մենք գիտենք շատ հայրենակիցներ, որոնք ապրում են Հայաստանից դուրս, անգամ Ռուսաստանում, գալիս են այստեղ, չգիտեմ, Ռոստովից կամ Վլադիվոստոկից, գալիս են Երևան, սկսում են 2 տարի առաջ են գնացել այնտեղ, բայց վերադառնում են ու սկսում են ռուսերեն բառեր օգտագործել շատ հաճախ, կարծես մոռացել են հայերենը եւ ասում են, որ այնտեղ շատ ավելի հեշտ է, քան Հայաստանում, այլ նա ով գնում է, այլ դժվար կարողանա վերադառնալ։ Այո, հենց դրա մասին էի խոսում եւ ինքս էլ իմ օրինակով, օրինակ լինելով հայաստանցի, որը ընդհանուր առմամբ 10 տարի արտերկրում է ապրել, ես ինքս ինձ այդ հարցն էի տալիս, եթե օրինակ նույն ավստրալաբնակը, որը երբևիցե Հայաստանում չի ծնվել, չի եղել հայ այդքան ժամանակ, նա կարողացել է տեղափոխվել Հայաստան եւ իր համար ստեղծել այն միջավայրը, որտեղ իրեն լավ է զգում, ապա ինչպես կարող եմ ես ունենալ այդ խնդիրը, երբ ընդամենը 10 տարի եմ ապրում արտերկրում, այստեղ կրկին գլխավոր նախապայմանները կարծում եմ կյանքի այն որակն է, որին օտար երկրում ապրող, հատկապես զարգացած երկրներում ապրող հայերը սովորել են եւ ցանկանում են նույնը տեսնել Հայաստանում։ Ձեր նշած պարագայում կարծում եմ դա կրկին որևիցե կերպ քողարկված ցանկության պակասն է, կամ գուցե նաև իրենց արդեն ավելի հարմարված լինելուն այլ երկրում բնակվելու։ AMA Հայաստանի տնտեսական ծրագրերից կուզեի խոսենք, տեսեք, եթե չեմ սխալվում, ծրագրեր իրականացվում են սահմանամերձ համայնքներում, ինչպես են ընտրվում այդ համայնքները եւ ինչու հենց Հայաստանի սահմանամերձ հատվածները։ Սահմանամերձ հատվածներ առհասարակ AMA ծրագրերի նախագծման փուլում, որոնք են առողջապահական, տնտեսական, կրթական, սոցիալական եւ մշակութային, մենք փորձում ենք քայլել նաեւ պետության հետ զուգահեռ, որովհետեւ երբ հասարակական կազմակերպությունը խոշոր է եւ այն ծրագրերը, որոնք իրականացվում են, մեծ ներդրումներ են իրենց մեջ պարունակում, նրանք պետք է առնվազն չխանգարեն այն գործունեությանը, որը կառավարությունը ինքն է նախաձեռնում, թե մարզային զարգացման, թե բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար, եւ երբ մենք օրինակ Տավուշում ունենք այս պահին խոշոր ծրագիր կրկին համայնքային զարգացման, այնտեղ ծրագիրը սկսվել էր հենց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։ Կոնկրետ այդ ծրագրի պարագայում մենք ընտրեցինք Տավուշը, քանի որ Տավուշի բնակլիմայական պայմանները ուսումնասիրությունների արդյունքում ցույց տվեցին, որ մոտ են հենց Լեռնային Ղարաբաղի բնակլիմայական պայմաններին եւ անգամ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար շատ նման է միջավայրը եւ կարեւոր էր, որպեսզի մեր տեղահանված հայրենակիցները լինեն իրենց համար մաքսիմալ հարմար մթնոլորտում, դա առաջին նախապայմանն էր։ Երկրորդը իհարկե կրկին նայելով թե ինչ խնդիրներ մենք ունենք, մենք պետք է զարգացնենք նաև մարզային կյանքը։ Եթե նայենք դրանց զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, տնտեսության զարգացման տեսանկյունից եւ առհասարակ Երևանում բնակչության կենտրոնացման խնդրին չբախվելու տեսանկյունից, այդ պատճառով ուղղեցինք ջանքերը դեպի Տավուշ, կոնկրետ այս ծրագրի պարագայում։ Բայց այլ ծրագրերի պարագայում եւս թիրախը հիմնականում մարզերն են եւ հատկապես սահմանամերձ գյուղերը, մարզերը, քանի որ այնտեղ շատ ավելի կարեւոր է ստեղծել այնպիսի միջավայր, որ թե տեղի բնակիչները, թե տեղահանվածները իրենց կան ապահով, ունենան զարգացած, զարգացող միջավայր եւ իրենց կյանքը լինի մաքսիմալ մոտ մայրաքաղաքին կամ այլ զարգացած քաղաքին։ Ինչ ծրագրի մասին է խոսքը Տավուշում կոնկրետ։ Տավուշում ծրագիրը մենք անվանել ենք համայնքային զարգացման, քանի որ
Չնայած նրան, որ նա ծրագիրը ստեղծվեց բռնի տեղահանված անձանց համար, մենք հետո հասկացանք ուսումնասիրելով նաև Տավուշի մարզի Տավուշ գյուղը, որ տեղացիները եւս ունեն շատ խնդիրներ եւ չի կարելի աչքաթող անել տեղացիներին եւ միայն այս ծրագրի շրջանակում անդրադառնալ մեր տեղահանված հայրենակիցներին։ Տավուշի մարզում կառուցվելու են տներ, այս պահին 10 տան հաստատված մենք նախագիծ ունենք եւ լիովին անվճար տրամադրվելու են բռնի տեղահանված ընտանիքների, ինչպես նաեւ Տավուշ գյուղում բնակվող ընտանիքների, որոնք ապրում էին օրինակ Փայտաշեն տներում։ Տները ունենալու են հյուրատնային գործունեություն ծավալելու համար հարմար նախագիծ եւ նաեւ գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Ծրագրի բաղադրիչներից կարևորը նաեւ հանդիսանում է կրթական բաղադրիչը, այսինքն այդ ընտանիքները, որոնք կընտրվեն եւ իրենց կտրամադրվեն այդ տները, նրանց համար կանցկացվեն նաեւ դասընթացներ խելացի գյուղատնտեսության, հյուրատնային գործունեության վարման, այսինքն տուն տալուց բացի մենք նաեւ մեր պարտավորությունն ենք համարում իրենց կրթել եւ օգնել զարգացնել արդեն այդ գործունեությունը։ Տարվում են նաև աշխատանքներ հոգեբանական, դա արդեն փոքր մեր սոցիալական ծրագրերի բաղադրիչն է, որպեսզի այսպես ընդհանուր առմամբ համապարփակ այն ընտանիքները, որոնք դարձել են մեր շահառուները, կարողանան տնտեսապես եւ հոգեպես եւ բոլոր տեսանկյուններից հզորացվեն։ Եվ արդյունքում մենք ուզում ենք նաև, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում ընդհանուր զարգանա զբոսաշրջությունը, կյանքը։ Դրա համար մենք նաև ներգրավում ենք տարաբնույթ գործընկերների, միջազգային, տեղական, պետական մարմինների, որպեսզի այնտեղ նաև գան այլ կազմակերպություններ եւ համայնքային կյանքը լինի մաքսիմալ ներառական եւ ակտիվ։ Այդ շատ կարևոր է, երբ տները կարող են որպես հյուրատուն ծառայել, որովհետև դա արդեն բերում է եւ եկամուտ եւ մարդիկ այդտեղ հաստատվում են կայուն եկամուտ ունենալու դեպքում, այսինքն չեն մտածում, որ թողնեն գյուղը եւ տեղափոխվեն Երևան, ինչպես սովորաբար լինում է։ Բայց նաեւ ասացիք, որ այլ ծրագրերի դեպքում, էլ տնտեսական ծրագրերի դեպքում էլ եք դիտարկում մարզերը, մասնավորապես սահմանամերձ մարզերը։ Այո։ Եվ որոնք են այդ ծրագրերը։ Տեսեք, այս պահին, այս տարվա մենք կլոր տարի ունենք բոլոր մարզերում իրականացվող ծրագրեր, որոնք իրենց սոցիալական բաղադրիչ ունեն։ Այսինքն թե տրամադրվում են կրթաթոշակներ ուսանողներին, որպեսզի իրենք կարողանան կրթություն ստանան, թե սոցիալական աջակցություն է տրամադրվում, մենք ունենք մանկապարտեզներ, ունենք ցերեկային կենտրոններ, ունենք ծերերի համար եւ ոչ միայն սննդի տակ սննդի շուրջօրյա տրամադրում տարբեր մարզերում, տարբեր կենտրոններում։ Բայց մեր այս տարվա եւ նաեւ եկող տարվա մեծ նախագծերից է նաեւ Վարդենիսի կրթական համալիրի նախագիծը, որը եւս չեմ ասի, որ սահմանամերձ է, բայց ամեն դեպքում էլի համարվում է այսպես խնդրահարույց, այսպես ասենք, հատված։ Եվ Վարդենիսում 2026 թվականին կմեկնարկեն շինարարական աշխատանքներ մեծ կրթական համալիրի ստեղծման, որը հնարավորություն կտա այնտեղ մեծ թվականակով աշակերտների ուսուցման, լիովին անվճար հիմունքներով, սակայն մաքսիմալ հարմարավետ եւ լավ պայմաններով թե շինարարական տեսանկյունից եւ թե կրթական եւ բովանդակային տեսանկյունից, սա թերևս մեր եկող տարվա ամենակարևոր նախագծերից է։ Այստեղ մենք նաեւ համագործակցում ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, որովհետև ինչպես նշեցի սկզբում, երբ իրականացում են նման մեծամասշտաբ ծրագրեր, կարևոր է երկխոսությունը պետության հետ։ Այստեղ այս դպրոցի հիմնման շնորհիվ մենք փորձում ենք նաև որոշակի կերպով թեթևացնել պետության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, քանի որ մենք ստեղծում ենք կրթահամալիր, որտեղ արդեն կլուծվի այդ մարզի եւ համայնքի կրթության խնդիրը։ Եվ կրթության տեսանկյունից ուզում եմ նաև նշել, որ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրից զատ մեր աշակերտները նաև հնարավորություն են ստանում կրկին լիովին անվճար դպրոցի շրջանակում ստանալ հավելյալ կրթական ծրագրեր, ինչպիսիք են օրինակ խելացի գյուղատնտեսությունը, արհեստական բանականության տարաբնույթ ծրագրեր եւ մասնագիտական այլ ուղղվածությունների, որոնք հետագայում իրենց հնարավորություն կտան ավելի հեշտ ընտրել մասնագիտական ուղղություն։ Ճիշտ եմ հասկանում, որ այս ամբողջ ծրագրերը, այս մեծամասշտաբ ծրագրերը մասնավորապես իրականացվում են
AMA պետություն համագործակցության արդյունքում, այսինքն այնպես չի, որ ոնց որ շատ հաճախ լինում է, ով որտեղ ինչ ուզում կառուցում է, առանց հաշվի առնելու, որ այդտեղ պետք էր դա անել, պետք չէր դա անել։ Դա իրականում շատ մեծ խնդիր է եւ այս պարագայում մենք դրա համար միշտ երկխոսության մեջ ենք պետության հետ, բոլոր ուղղություններով մեր ծրագրերի իրականացման հարցում, քանի որ բարեգործական ցանկացած նպատակ, հատկապես օրինակ մեր հասարակական կազմակերպությունը Սփյուռքյան կազմակերպություն է, հիմնված ԱՄՆ-ում հայ համայնքի կողմից եւ հերվից կոպիտ եթե ասենք, ուղղակի ասում են, ահա այսքան գումար, եկեք օգնենք պետությանը, եկեք օգնենք ժողովրդին։ Եվ այստեղ ճիշտ է, ամենաճիշտ քայլը պետք է ճիշտ ռազմավարական բաժանում կատարել, որտեղ ինչ անենք, որ առնվազն չխանգարենք կամ ուղղակի չդառնա անիմաստ այն ինչ մենք անում ենք կամ այն ինչ պետությունը անում է։ Այս պարագայում մենք մեր բոլոր համագործակցությունները պետության հետ լինում են շատ լավ երկխոսության ֆորմատով, որտեղ մենք ասում ենք, որ մենք անում ենք սա, եթե մենք սխալ ենք անում, սխալ ենք պատկերացնում լուծումը, եկեք զրուցենք, հասկանանք, որն է ձեր տեսլականը։ Եվ այստեղ հիմնականում նայում ենք նույն ուղղությամբ եւ նաեւ շատ շնորհակալություն կառավարության մեր բոլոր գործընկերներին, քանի որ բոլոր ծրագրերի շրջանակում թերևս երկխոսության արդյունքում թե մեր ծրագրերն են դառնում ավելի թիրախային, թե նաեւ գուցե որոշ չափով հետևանում է նաեւ պետական օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բեռ։ Ես նաև նկատել եմ, որ շատ կարևորվում է ձեր կողմից կրթությունն ու մշակույթը, մասնավորապես բազմաթիվ մշակութային ծրագրեր են իրականացվում, թատերական ու նաև շատ կրթական բաղադրիչ կա հենց։ Այո, կրթությունը մենք, ինչպես նշեցի, ունենք տարբեր ուղղվածությամբ ծրագրեր, բայց մեր հիմնական հիմնասյունը, թերևս դեռ 100 տարի առաջ երբ հիմնվել է AMA-ը, եղել է հիմքում կրթությունը։ Կրթական ուղղվածության բոլոր ծրագրերը համարվել են առաջնահերթություն, քանի որ դեռ այն ժամանակվանից հիմնադիրների կողմից եղել է այն տեսլականը, որ ամեն ինչի հիմքում կրթությունն է, այսինքն եթե մենք ուզում ենք երկարաժամկետ օգտակար լինել ժողովրդին, պետք է մաքսիմալ կրթել եւ հնարավորություններ տալ կրթված լինելու։ Մշակութայինը եւս կարևոր ուղղվածություն է մեր ծրագրերում, այո, ունենք թե թատերական նախաձեռնություններ, ունենք միշտ սուրբծննդյան թատերական միջոցառումներ, որոնք իրականացվում են, կրկին այս ամբողջը արվում է բարեգործական, որպեսզի նաեւ կրկին մեր թիրախային խմբերը, շահառուները կարողանան նաեւ մշակութային կրթվածություն ունենալ։ Բայց կրթության տեսանկյունից, ինչպես նշեցի, կրթական բաղադրիչը կա մեր բոլոր ուղղվածության ծրագրերի մեջ եւ դրա նաեւ եւս լավ օրինակ է Երևանում գործող արդեն 10 տարուց ավել գործող Ավետիսյան դպրոցը, որը եւս 12-ամյա լիարժեք կրթություն է տալիս արդեն 10 տարուց ավել Մալաթիա Սեբաստիա համայնքի բոլոր երեխաներին, կրկին լիովին անվճար եւ ինչպես Վարդենիսի պարագայում էր պետական ծրագրով, բայց եւ նաեւ տալով հավելյալ կրթական ծրագրերի հնարավորություն։ Եվ վերջում, կարծում եք, որ ամեն դեպքում ինքնակրթությունը եւս շատ կարեւոր է մեր ժամանակներում։ Անշուշտ, ինքնակրթությունը կարծում եմ միշտ է եղել շատ կարևոր, բայց մեր օրերում երբ կա ամեն ինչ շատ արագ է առաջ ընթանում, զարգանում։ Այո, եւ կա հնարավորություն ինքնակրթվելու, այսինքն չկա խնդիր գնալու օրինակ մարզից հասնելու մեկ այլ երկիր կամ մայրաքաղաք, որպեսզի ինչ որ գիրք գտնես եւ ինչ որ բան կարդաս, ինչպես արել են մեր ծնողները, տատիկները, պապիկները, հիմա հասանելիություն համացանցին ունեն բոլորը եւ ես միշտ ասում եմ, թե իմ սերնդակիցներին, թե ինձնից փոքր, թե մեծ, մոտավոր այս տարիքային խմբին, որ մենք ուղղակի իրավունք չունենք չինքնակրթվելու, քանի որ դրա հնարավորությունները ուղղակի ամենուր են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը AMA Հայաստան հասարակական կազմակերպության զարգացման ղեկավար Նելի Ղուլյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։